Ադրբեջանը Իրանին մեղադրում է ահաբեկչական հարձակման մեջ։ Իլհամ Ալիևի խոսքով նրանք պատրաստ են ձեռնարկել պատասխան միջոցներ և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ Իրանը հերքում է մեղադրանքները։ Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվել Բաքվի օդանավակայանի վրա, 2 մարդ վիրավորվել է։ Թուրքիան ուշադիր հետևում է իրանական Քրդստանի ազատ կյանք խմբավորման գործողություններին։ Թուրքիայի պաշտպանության նախարարը զգուշացրել է վերոնշյալի վերաբերյալ։ Նրա խոսքով այդ խմբավորումները բացասաբար են անդրադառնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև տարածաշրջանի ընդհանուր խաղաղության և կայունության վրա։ Ավելի վաղ Reuters-ը հղում անելով անանուն աղբյուրի գրել է, որ Քրդստանի ազատ կյանք խմբավորումը խորհրդակցել է Միացյալ Նահանգների հետ երկրի արևմտյան մասում իրանական ուժերին հարվածելու եղանակի և ժամանակի վերաբերյալ։ Հյուսիսատլանտյան դաշինքը միանում է Իրանի դեմ գործողությանը, ասում է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սա տեղի ունեցավ Ուկրաինայում և սա այն է, ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում։ Սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն, որը վաղուց ներգրավված է եղել Ուկրաինայի գործերում, այժմ ներգրավված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմի մեջ, ասել է Լավրովը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ռազմական դաշինքը կարող է օգտագործել կոլեկտիվ պաշտպանության կետը Իրանի դեմ։ ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել կոլեկտիվ պաշտպանության կետը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի դեպքում։ Սա դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է։ Նյումաքսին տված հարցազրույցում Ռուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրաված չէ գործողության մեջ, բայց դաշնակիցների շրջանում կա լայն աջակցություն Դոնալդ Թրամփի դեմ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն միևնույն ժամանակ ուշադիր հետևում է դաշինքի տարածքի անվտանգությանը։ Իսպանիան հերքում է Սպիտակ տան հայտարարությունը այն մասին, որ Մադրիդը համաձայնել է թույլատրել Ամերիկային օգտագործել իր բազաները Իրանին հարվածելու համար։ Իսպանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Հիշեցնենք, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը նախկինում հայտարարել է, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի զինված ուժերի հետ։ Ինչպես հայտնի է, Իսպանիայի վարչապետը իր երկրի դիրքորոշումը հայտարարել է 2 բառով՝ ոչ պատերազմին։ Իսպանիան ՆԱՏՕ-ի միակ անդամ պետությունն է, որը բացահայտորեն դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում ստեղծված ռազմական գործողությանը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոսում է Իրանում դպրոցի վրա հարձակման մասին։ ԱՄՆ-ի ռազմական նախարար Փիթ Հեքսեթի խոսքով քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական անձիկ երբեք չեն եղել նրանց թիրախը, և նրանք երբեք չեն համաձայնել չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա։ Իրանի Մինապ քաղաքում աղջիկների դպրոցի վրա ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 150 մարդ։ ԱՄՆ-ի նախագահը ինքը նշում է, որ Վաշինգտոնը լավ է գործում ռազմաճակատում։ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի առաջին օրը հայտարարել է Ամերիկայի մեծ հաջողության մասին և այդ հաջողությունը 10 բալանոց սանդղակից գնահատել է 15 միավոր։ Թինա Խիդաշելիի այն հայտարարությունը, որ Վրաստանում անօրինական կերպով գործում է համալսարան, որ ահաբեկիչների դպրոցը արձագանքում է վրացական երազանքը։ Իշխող թիմը կարծում է, որ սա երկրի շահերի դեմ ուղղված գործողություն է և նման անհիմն մեղադրանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Վրաստանում կան սուբյեկտներ, որոնք իրականում օտարերկրյա տերությունների շահերն են պաշտպանում։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է իր հանդիպումները ԱՄՆ-ում։ Քննարկումներ են տեղի ունեցել Կոնգրեսում, Սենատում և հետազոտական վերլուծական կենտրոններում։ Նիկոլոս Ցամխարաձեն զրուցել է կոնգրեսական Ադեր Հոլդի և ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի փոխքարտուղարի հետ։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է իր հանդիպումները ԱՄՆ-ում։ Քննարկումներ են տեղի ունեցել Կոնգրեսում, Սենատում և հետախուզական վերլուծական կենտրոններում։ Հանդիպումների ժամանակ քննարկվել է վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնման և ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։ Զրույցը անդրադարձել է նաև անվտանգության մարտահրավերներին։ Նիկոլոս Ցամխարաձեի խոսքով կոնգրեսական Հոլդը հետաքրքրվել է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակով։
Գնային կարգավորման վերաբերյալ հանդիպումները շարունակվում են օրենսդիր մարմնում հանձնաժողովի անդամները լսել են խոշոր բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչներին։ Վրաստանում ձերբակալվել է 14 Թուրքիայի քաղաքացի, որոնք մեղադրվում են ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների մեջ։ Ոստիկանական գործողություններ կիրականացվեն ներքին գործերի նախարարության ներկայացության կողմից իրենց թուրք ընկերների հետ միասին։ Ձերբակալվածների նկատմամբ օրենքով նախատեսված կարգով ընթանում են նրանց արտահանձման համապատասխան իրավական ընթացակարգերը։ 9 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած նոր քաղաքական միավորումը հայտարարում է, որ միասնական ռազմավարությամբ կշարունակի պայքարը վրացական երազանքի դեմ։ Հանրահավաքների կազմակերպում, հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ եւ միջազգային գործընկերներին բարձր մակարդակի այցելություններ։ Սա է նրանց ծրագիրը։ Լելոյում եւ Գախարյան հանուն Վրաստանի դաշինքում դիրքորոշումը բացառվում է։ Նրանք չեն պատրաստվում համագործակցել։ Ասիական զարգացման բանկի նախագահը գտնվում է Վրաստանում։ Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ֆինանսների նախարարի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության տարբեր ոլորտներ։ Նշվել է, որ Ասիական զարգացման բանկը համագործակցության առաջին իսկ օրվանից եղել է Վրաստանի կարևոր գործընկեր, որը հատուկ ներդրում է ունեցել ինչպես ենթակառուցվածքների կառուցման, այնպես էլ կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում։ Թբիլիսիի ծովի տարածքում կկազմակերպվի նոր զվարճանքի տարածք։ Նախագծի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանի, Քարթու հիմնադրամի եւ բրիտանական ընկերության միջև ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ։ Առաջին փուլում կիրականացվի նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը, իսկ երկրորդ փուլը ներառում է կոնցեպտուալ նախագծի ստեղծում։